Այս տարի նշվում է մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակը, օր, երբ ամբողջ հայ ժողովուրդը խոնարհվում է այն հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն խաղաղության։ Հաղթանակի արժեքը ժամանակի ընթացքում չի խամրում, ու հենց այդ գիտակցումով ու գնահատանքով էլ տարիներ շարունակ Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամը իդեմս գործադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանի և Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Արզաքանցյանի իրենց նախաձեռնություններով աջակցել են հայրենական մեծ պատերազմի հարյուրավոր վետերանների։ Բարեգործությունն այստեղ չի եղել պարզապես արարք, այլ հոգու կանչ, և այն երբեք չի կորցնում իր արժեքը, հատկապես երբ ուղղված է նրանց, ովքեր կյանքի կարևորագույն տարիները նվիրել են հայրենիքին։ Խորը հարգանքով և պատասխանատվությամբ յուրաքանչյուր տարի նրանք այցելել են մեծ հայրենականի վետերաններին, հանձնել նվերներ, երախտիքի և շնորհակալական խոսքեր հղել նրանց։ Այս տարի ևս հավատարիմ մնալով իրենց որդեգրած առաքելությանը Տիգրան Արզաքանցյանը և Վարսենիկ Գրիգորյանը կրկին այստեղ են, հայրենի Գավառում։ Նրանք նախ ծաղկեպսակ դրեցին հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշագոթողին, հարգանքի տուրք մատուցելով նրանց։ Այսօր մենք պետք է հպարտանանք ու շնորհավորենք հայրենական պատերազմի հաղթանակի օրը։ Հայաստան ունեցել է շատ հերոսներ այս պատերազմի ժամանակ, Արցախյան պատերազմից հետո ունեցել ենք մեծ զոհեր, բոլորի ընտանիքներին համբերություն եմ ցանկանում, ցավակցում ենք, մեր շնորհակալական խոսքն ենք ասում բոլոր մասնակիցներին նույնպես։ Ամենակարևորը, որ այսպիսի դաժան պատերազմները չկրկնվեն, պետք է մեր երիտասարդները իրենց խիզախությունը, հայրենասիրությունը չկորցնեն։ Ուզում ենք խաղաղություն ձեռք բերենք, ամենակարևորը արժանապատիվ խաղաղություն ձեռք բերենք ու կարողանանք խաղաղության մեջ հպարտ ապրենք։ Տիգրան Արզաքանցյանը և Վարսենիկ Գրիգորյանը տարիներ շարունակ մեծ նվիրումով իրենց հոգացությունն են ցուցաբերել վետերանների հանդեպ, մշտապես հիշեցնելով, որ այդ մարդիկ մնում են իրենց հիշողության և հարգանքի կենտրոնում։ Այսօր նրանք նույն ջերմությամբ ու անսահման նվիրվածությամբ եկել են շնորհավորելու Գավառ համայնքի միակ վետերան Սարուխանցի 103-ամյա Մեխակ Ավետիսյանին։ Դուք իմ բարի մարդիկ եք, հաղթանակի կրողների մասը, այնպես որ հաղթանակը բոլորիս է, աշխարհի խաղաղ ժողովուրդներին, թող այլևս պատերազմ չլինի, իսկ Սարուխանցի 1272-ը թող հանգչեն հանգիստ, չքվի պատերազմը աշխարհի երեսից։ Հաղթանակը կրել է սովետական ժողովուրդը, որի կազմում էր նաև իմ մեծ Հայաստանը։ Առողջույն ձեզ բոլորիդ, թող այլևս պատերազմ չլինի, թե իմ սերունդը առանց պատերազմի մեծանա։ Ուռա! 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 Ամենակարևորը մեր երիտասարդ սերունդը պետք է օրինակ վերցնի Մեխակ պապիկից, իրեն անցած ճանապարհը ուսումնասիրեք, սովորեք, եւ հայ իրավունք չունի պարտվի, ոչ մի բանի մեջ։ Մեզ համար մեծագույն ուրախություն է նշել ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-րդ տարեդարձը։ Ես ուզում եմ մեր խոնարհումը բերել բոլոր նահատակներին եւ մեր խոնարհումը բերել պարոն Ավետիսյանին, մաղթելով նրան երկար երջանիկ տարիների կյանք, որովհետեւ մենք մխիթարվում ենք նրանով, մենք ուրախանում ենք նրանով, մենք հզոր ենք տեսնելով հաղթանակը կերտած մարդկանցից մեկին 103 տարեկանում խելամիտ հիշողությունը տեղը եւ բոլորիս խոսք ու խրարտ տվող։ Շնորհավորում եմ ամենքիս հաղթանակի կապակցությամբ։ Նաեւ ուզում եմ իմ ասնավորի շնորհակալություն հայտնել Արզաքանցյան ընտանիքին, իդեմս Տիգրան Արզաքանցյանին, ով տարիներ շարունակ իր ուշադրության ներքո է պահել մեր բոլոր վետերաններին, ամեն տարի նրանց այցելելով, վերաբերմունք ցույց տալով եւ իր հարգանքը բերելով այն մարդկանց, ովքեր կռեցին այս հաղթանակը։ Մաղթում ենք, որ այդ ամենը շարունակական լինի եւ բոլորանվեր ծառայումը բերեք հանուն մեր հայրենիքի զորացման, հանուն նոր հաղթանակներ կերտելու։ Հաղթանակի օրվան նվիրված կատարումներով հանդես են գալիս Սարուխանի 3 դպրոցների աշակերտները։
մեր մեծ ու ակնահատելի հերոս։ Մենք շատ երջանիկ ու հպարտ ենք, որ քո ծովնիկներն ենք։ Քո կյանքի յուրաքանչյուր էջը մեզ համար հերոսական պատմություն է, որ փոխանցվելու է սերունդ առ սերունդ։ Դու աղթեցիր պատերազմի դաժան օրեր։ Դու տվեցիր մեզ խաղաղ կյանքի արևներ։ Քո աչքերում կա ուժ ու բարություն։ Քո սրտում անսահման հայրենասիրություն։ Մենք պարտավոր ենք հիշել, հարգել և փոխանցել գալիք սերունդներին այս պատմությունը, որպեսզի խաղաղությունն ու ազատությունը միշտ լինի մեր հայրենիքում։ Կեցցեն մեր վետերանները, կեցցե մեր հաղթանակը։ Կանգ առ, փարվիր սիրո, գրկիր շիրի մնկածների, նրանց վերջին խոսքը քեզնով, թող աշխարհում արեգակվի։ թվականին 44 օրյա պատերազմին հանուն հայրենիքի իրենց կյանք չխնայեցին 3 սարուխանցիներ, հայկական հողերը ևս մեկ անգամ սրբացնելով իրենց արյունով։ Հանուն գալիք օրվա մի բռունցք դարձած ազգս ոտքի ելավ, սակայն մի մեծ ափսոսանք կա ամեն հայի սրտում, որ հերոս տղերքը այսօր չեղաններ կա։ Ինչպես գիտեք, Տիգրան Արզականյանի հիմնադրամը գործում է 30 տարից ավելի ու ոչ մի անգամ Սարուխանի կողքից մենք բացակա չենք եղել։ Այն ժամանակ Սարուխանի պատերազմի վետերանները, որ նստում էին գյուղապետարան սեղանի շուրջ, չէին տեղավորվում։ Բայց ամախ այսօր չկան, ոչ ոք, բոլորն էլ պատվավոր մարդիկ էին։ Բայց Մեխակ պապիկը լրացրեց բոլորի տեղը։ Կարողացավ բոլորի անունը վառ պահել։ Երկրին լինի խաղաղություն, ձեր կողքի մարդկանցը միշտ պաշտեք, հարգեք։ Տարիներ հետո ու դարեր հետո հիշեցեք նրանց, որ ընկան, գնացին անդարձ, արժանի եղեք նրանց սուրբ հողին ու հիշատակին, մարդիկ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում, հիշեցեք նրանց։ Թանկ հերոսներին, հաղթանակ պարգևողներին և նրանց հիշատակի առջև խոնարհվող բոլորիս, մայիսի 9-ը հավերժ ապրող հաղթանակի օրն է։ Տոնական միջոցառման ավարտին վետերանին հանձնում են նվերներ։ Թույլ տվեք շնորհավորել բոլորիս հայրենական մեծ պատերազմում Սովետական միության տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ցանկանալ բոլորիս առողջություն, երջանկություն, հաջողություններ եւ կցանկանամ, որ այդ հաղթանակները լինեն շարունակական եւ թույլ տվեք նաեւ իմ կողմից շնորհակալություն հայտնել Տիգրան Արզականյան հիմնադրամին, Տիգրան Արզականյանին անձամբ, Տիկին Վարսիկին, հիմնադրամի նախագահին եւ ցանկանալ նրանց հաջողություն, առողջություն եւ երջանկություն։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Արզականյանի մասին ասեմ, որ նա հյանալի մարդ է, հեսա 30 տարի անդադ մեր ժողովրդի հետ կապված է, մեր վետերանների համար ամեն տարի մեր սիրելի Վարսիկը, մեր Արզականյանի մայրը, ամեն տարի բոլորի համար թանկագին նվերներով, կոնյակներով բոլորին հիացրել է, բոլորին շնորհավորել է հաղթանակի օրվա արդին։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի Արզականյանին, որ նա ոչ մի օր, ոչ մի տարի, ոչ մի ժամանակ չի մոռացել, թե ինչպիսին է եղել այդ հաղթանակի կռողները հայրենական պատերազմի տարիներին։ Շնորհավորում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին, մասնավորապես մեր քավարցիքին, մասնավորապես մեր սարուխանցիքին, այս լավ օրվա առիթով եւ աճելին կայում է նաեւ նրանում, որ հիմա մեզ հետ է նաեւ Տիկին Վարսիկը, մեր բոլորի կողմից շատ սիրված հարգված, Վարսիկը մեր կողքին է եղել շուրջ 30 եւ ավել տարիներ եւ այդ յուրաքանչյուր այդ տոնը ավելի գեղեցիկ եղել։ Նաեւ էլի շատ աճել է, որ մեր Իգոր Ալեքսյանն էլ այստեղ
103 տարեկան մեր վետերանը շնորհավորում եմ բոլորիս Տիկին Վարդուկցես մեր Տիգրան Արզականցյան հաջողություններ են ցանկանում մենք գիտենք որ մենք միասին ենք իրար կողքի են լինելու շնորհավորում մեր ժողովուրդն էլ թող հաջողություն լինի նոր հաղթանակներ նշենք Տիգրան Արզականցյանի կողմից Արդեն 3 տասնյակից ավելի տարիներ դուք հայլել եք վետերանների հետ։ Այն ժամանակ Սարուխանը ուներ 240 վետերան։ Հիմա նրանցից մեկն է մնացել։ Շնորհակալություն Արզականցյան ընտանիքին։ Նա միայն չբավարարվեց օգնելով վետերաներին։ Նրա ուշադրության կենտրոն էր նաև բոլոր դպրոցների առաջի դասարանցիների օգնությունը։ Հիանալի էր։ Մեծ գործ կատարեցին։ Տիգրան ջան, քո աշխատանքի արդյունքը քո հիմնադրամի ստեղծումն էր, որը մեծ օգնություն էր բոլորի, ձեզ առողջություն եմ ցանկանում։ Շնորհակալություն ձեր ընտանիքին։ Ես նույնպես միանում եմ Մեխակ պապիկին։ Շնորհավորում եմ Խորհրդային Հայաստանը իրեն փոքր քանակ ժողովրդով մեծ մասնակցություն է ունեցել, խույզախ զինվորներ է ունեցել, սովետական միության մեջ հերոսներ է ունեցել, բարձրաստիճան սպաներ, մարշալներ, գեներալներ, մեր ապագա սերունդը միշտ հիշի ու իմանա, որ ապրում ես մի անգամ պետք է փառքով պատվով ապրես, որ կարողանաս քեզանից հետո հետ կթողես, որ քեզ հիշեն փառքով։ Այդ հերոսությունն է, խիզախությունն է, քո անձնական ներդրումն է քո հայրենիքի համար։ Կտրում են տոնական տորթը, հնչում են բարեմաղթանքներ եւ շնորհավորանքներ։ Մենք տոնում ենք հաղթանակի 80-ամյակը։ Հայ ժողովրդին կցանկանամ խաղաղություն, չտեսնեն պատերազմ, իրանց որդիներին ուղարկեն բանակում ծառայելու, ողջ եւ առողջ վերադառնան իրանց ընտանիքներին։ Ուզում եմ Տիգրան Արզականցյանին ողջունեմ, որ 30 տարի շարունակ կանգնել է ժողովրդի կողքին։ Այսօր մեր միակ պապիկն է, բայց մենք առաջինը եկել են Գավառում, մեր ծաղկեպսակը դրել Գավառի հուշարձանին, հետո եկել Սարուխան, քանի որ մեր Մեխակ պապիկը Սարուխան գյուղի բնակիչ է։ Ես նույն եռանդով, նույն ջանասիրությամբ, նույն պահանջկոտությամբ եկել եմ եւ չեմ մտածում, որ մնացել am մեկը, քանի որ այդ մեկը իրոք լրացրեց բոլորի տեղը, իր հասկացողությամբ, իր նիստուկացով։ Որպես փառաբանց նախնիների սերունդներ մենք պարտավոր ենք արժևորել անցյալը, հարգել ներկան եւ ձևավորել մի ապագա, որտեղ խաղաղությունը կլինի ամենամեծ արժեքը, նշում է Տիգրան Արզականցյանը։ Վետերանին հրաժեշտ են տալիս հաջորդ տարի այս հուշարձանի մոտ կրկին հանդիպելու ցանկությամբ ու ակնկալիքով։